Իսկ Մանվել Գրիգորյանը ով էր, կաթողիկոսի ու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քեֆերի ընկերն էր, միշտ միասին են եղել, մի շրջապատ, Մանվելի տղան Կարեն Գրիգորյանը եղել է Էջմիածնի քաղաքապետ, այսինքն իրանք բոլորը այդ նույն քոչարյանասերժական քրյա օլիգարխիայի մաս են կազմում, բայց ինչպես Մանվել Գրիգորյանը հեռացավ, իր տղան չէր տալիս հրաժարական, նույնիսկ ընդվզում եղավ Էջմիածնում, մինչև որ այս քրեական հանցագործությունը բացահայտվեց։ Հիմա չի կարող մեկը լինի այսպիսի քրյա օլիգարխիայի մաս եւ ինքը մաքուր մնա, անհնար բան է, անպայման ինքն էլ ինչ որտեղ ունի իր չափով, իր բաժնի զեղծարարությունները, ինչ որ հանցանքները եւ տարբեր տեսակի ապօրինությունները, սա արդեն իրավապահ մարմինները պետք է հետաքննություն անցկացնեն, ստուգումներ անցկացնեն եւ պարզեն այդ ամենը եւ ջրի երես հանեն եւ բոլորն էլ ճանաչեն, որ այս մարդը ոչ միայն հոգեվոր դաշտում է աղետ ու չարիք, այլ նաեւ բուն ժողովրդի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ոչ միայն կտրված է ժողովրդից, այլև ինքը տարիներ շարունակ սպասարկել է, խնկարկել է այդ քոչարյանասերժական քրյա օլիգարխիային։ Իսկ այսօր էլ իր պատրաստած եկեղեցական սերունդը իրեն է ծափահարում ու խնկարկում, որովհետև շատերին նաև ձեռնտու է այսպիսի կաթողիկոս, որտեղ մյուսների տակն էլ ինչ որ բաներ կան։ Եվ եթե գա սրբակենցաղ կաթողիկոս, բոլորին պիտի հանդիմանի, բոլորին պիտի թույլ չտա, որ ապօրինի ընտանիքներ ունենան, էս ունենան, այն ունենան, եւ դա շատերին ձեռնտու չի։ Հետևաբար այսօրվա եկեղեցական դասին, այո, ձեռնտու է երբեմն այսպիսի կաթողիկոս, որ նրան պաշտպանելով ամեն մեկը իրեն է ապահովագրում, իր տակի կեղտերն է մաքրում կամ ծածկում ավելի ճիշտ, եւ բնականաբար մեկը մյուսին թև դառնալով ամեն մեկը իր տեղը պնդացնում է եւ իր տեղը ապահովագրում է, իսկ մաքուր հոգեվորականը վախենալու բան չունի, որտեղ կորցնելու բան չունի։ Եվ ինքը Քրիստոսի առաջ է առաջին հերթին պատասխան տալու եւ ոչ թե կաթողիկոսին Քրիստոսից բարձր են այժմ դասում։ Սա անընդունելի բան է։ Եղել են նման դեպքեր, որ ամբողջական զանգվածներ կանանց եկեղեցու մեջից կոնկրետ կաթողիկոսի գործողություններին տեն են եղել։ Այո, իհարկե եղել են։ Նախ ասեմ, որ ասում է, որ նախադեպ չի եղել, դա պատմական անգիտության կամ դգիտության կամ դիմիդումնավոր դգիտության հետևանք է 13 ոմանց նաև նույնիսկ 15 կաթողիկոսներ կամ հրաժարական են տվել կամ գահինեցել արվել։ Սա ինչ վերաբերում է կաթողիկոսներին, իսկ բادرիարքների դեպքում բավականին շատ են այդ դեպքերը։ Մի քանի տասնյակ բادرիարքների հետ է այդպես կատարվել դարերի ընթացքում, ու դա հենց ներկայացնում է ամենից շատ բادرիարքներից մեկը, որ իրեն են էլ այդպես արել, Մաղաքի arczepiskopos Օրմանյանը իր երահador գոթողային ազգապատում աշխատության մեջ։